Կյանքից ու բախտից բողոքողները պատկերացում չունեն, թե ինչ է կատարվել հազարամյակներ շարունակ։ Մենք ապրում ենք ոսկե դարում։ Ձեր գլուխը ցավում է, դուք գնում եք դեղատուն 200 դրամով առնում եք դեղ, խմում եք, ձեր գլխացավը անցնում է։ Այսպիսի բան չի եղել։ Դուք առավոտյան արթնանում եք, մտնում եք տաք ցնցուղի տակ։ Միլիոնավոր տարիներ մարդը այդպիսի հարմարություն չի ունեցել։ Մեր բոլորի տներում կա հոսող ջուր եւ օճառ։ Եթե ուզում ենք լվացվել, վերցնում ենք օճառը, բացում ենք ջուրը եւ լվացվում ենք։ Մարդկությունը իր գոյության պատմության 99%-ի ընթացքում այսպիսի բան չի ունեցել։ Մենք բոլորս ապրում ենք ավելի լավ, քան բոլոր եգիպտական փարավոնները, բոլոր ցարերը, բոլոր սուլթանները, բոլոր թագավորները։ Ֆրանսիայի թագավորները, սիրելի բարեկամներ, մեծամասամբ մահացել են այնպիսի հիվանդություններից, որոնք հիմա կամ արդեն վերացել են, չկան, կամ եթե մեզից որևէ մեկը այդ հիվանդությունը ձեռք բերի, կարող է բուժվել դեղահաբով։ Մանկական մահացությունը, որ գրեթե վերացել է աշխարհի երեսից։ Հազարամյակներ շարունակ մարդկության գոյության ողջ ընթացքում մանկական մահացությունը եղել է սովորական բան։ Դա հիմա է դարել անսովոր բան։ Կանանց մեծ մասը, որ ուզում են ունենալ դիցուք 2 երեխա, իրենք պլանավորում են եւ հղիանում են կյանքում 2 անգամ։ Սա նորմ է դարձել ամբողջ աշխարհում։ Բայց հազարամյակներ շարունակ այսպես չի եղել։ Որպեսզի ընտանիքները ունենային 2 երեխա, կանայք ծննդաբերում էին 7, 8, 10 անգամ։ 10 երեխա էին ունենում, որ գոնե 2-ը դառնա չափահաս։ Մնացածը մահանում էին։ Մարդկությունը հասել է այն աստիճանի, որ արդեն պայքար է մղվում, որ բոլոր ծնված երեխաները ապրեն։ Հսկայական ներդրումներ են արվում մանկական քաղցկեղի դեմ պայքարի մեջ։ Հազարամյակներ շարունակ ինչ քաղցկեղ, ինչ բան, պայքար էր մղվում, որ առողջ երեխաները գոնե ապրեին, որովհետև առողջ ծնված երեխաների մեծ մասը նույնպես մահանում էր։ Ցրտից, սովից, հիվանդություններից։ Երեխայի մահը այնքան սովորական էր, որ ասում են, ըհը, այս մի երեխան էլ չապրեց։ Փորձենք մի հատ էլ ունենենք, տեսնենք այս մեկը կապրի, թե չի ապրի։ Մեծ տատական խոսք կար։ Ասում են, եթե երեխան իր ձեռքով ուտելիք վերցեց, ուրեմն կապրի։ Այսինքն երեխայի ապրելը համարվում էր նվաճում, այն ինչ որ հիմա համարվում է սովորական բան։ Սա ոսկե դարաշրջան է։ Այնքան ապրանք եւ ծառայություն, որ ստեղծվում է այսօր աշխարհում, չի ստեղծվել երբեք։ Զանգվածային արտադրությունը թույլ է տալիս, որ մեզնից յուրաքանչյուրը միաժամանակ ունենա 10, 20, 30, իսկ շատերն էլ 100 զույգ կոշիկ։ Միջնադարում մարդիկ քանի զույգ կոշիկ են ունեցել։ Մի զույգ։ Մարդիկ չեն փոխել կոշիկները, որովհետև ոճը չեն հավանել։ Կոշիկները հագել են մինչև տակացուները մաշվել են մինչև վերջ։ Եվ հետո դեռ հարց է եղել, իրենք կարող են իրենց երկրորդ զույգ կոշիկը թույլ տալ, թե ոչ։ Այդպիսի բան չի եղել, որ մարդը, որը ուղղակի սովորական ընտանիքից է, իր կոշիկը հարմարեցնի իր շորի հետ կամ մի ոճը մյուս ոճի հետ, կամ ասի, ես կոշիկը լավն է, բայց իմ ոճը չի։ Այդպիսի բաներ սա նորություն է։ Սա 21-րդ դարի եւ 20-րդ դարի վերջի առատության դրսևորումն է։ Էլ չասած ինֆորմացիայի առատությունը, ինտերնետը, մտավոր սեփականության պաշտպանությունը, կապիտալ ստեղծելու հնարավորությունները, էսթետիկ վիրահատությունները եւ շատ ու շատ ավելին։ Դրա համար եկեք գնահատենք, թե ինչ ոսկե դարում ենք մենք ապրում։ Այն հնարավորությունները, որ այսօր ունի սովորական մարդը, որը ծնվել է սովորական ընտանիքում, սովորական պետության մեջ, ահռելի են եւ ասում եմ, հազարավոր տարիներ շարունակ մարդիկ նույնիսկ չեն էլ երազել այն հնարավորությունների մասին, որ այսօր ունի ձեզնից յուրաքանչյուրը։